Ողջույն բարեկամներ, նախ ուզում եմ բոլորիս հետ շնորհակալություն հայտնել բազմաթիվ շնորհավորանքների համար իմ տարեդարձի կապակցությամբ։ Պետք է անկեղծ խոստովանեմ, երևի այսպիսի անկումային տրամադրությունով ես երբևէ ոչ մի ծննդյան օր չեմ դիմավորել։ Անկումային ոչ թե նրա համար, որ անհույս է վիճակը, ուղղակի որովհետև անդադ ավելի են բարթանում եւ խորանում մեր խնդիրները։ Դրանից չի որ հույս չկա, ուղղակի ջանքերն են շատ չափազանց շատ մեծ ջանքեր է պետք դնել այս ամեն ինչը հաղթահարելու համար, որի մասին այսօր մենք խոսալու ենք նաեւ ինչ այսօր իրական գործիքներ ունենք, ինչ հնարավորություններ ունենք եւ ինչա պետք անել։ Դա համար շատ կարեւոր է որ հաղորդումը նայեք միջև վերջ, որովհետեւ երկրորդ մասը երևի ամենակարևոր մասն է։ Ինչ անել։ Դա ամենակարևոր մասն է։ Իսկ ուզում եմ հիմա սկսենք հաղորդումը շատ բարձ հասկանալով ինչ ունի այսօր Փաշինյան Նիկոլը, որով ինքը ուզում է իրականացնի այս սոսկալի ծրագիրը։ Ես ընդամենը մի 10 ժամ առաջ երևի տեղազեցի մի արձախույս, որին հասել արդեն 15000 հոգի մասնակցի, 15000 եւ 15000-ից ընդամենը 10%-ն է համարում, որ Նիկոլ Փաշինյանը վստահություն ունի, այսինքն հարցը այսպես է ձևակերպված, վստահում եք գործող ՀՀ կառավարությանը։ 10% ընդամենը։ Սա այդ թիվն է, որը ոչ մի ձևով չի փոփոխվում։ Սա ընդ որում մաքսիմում թիվն է։ Այդ 1500 հոգին, որ կարողացել է Փաշինյան Նիկոլը հավաքի այստեղ, դրա մեջ մտնում են բոլորը։ Նիկոլեն իր ֆեյքերով պլյուս այն ուժերը խորհրդարանում նստած, որոնք իրենց ներկայացուցիչներն ունեն, որոնք իրականացնում են իրար հետ նույն գործը։ Հայաստանի պետականաքանդման գործը։ Իսկ այն ինչ որ կատարվում է ԱԺ-ում, դրանց միջանցքներում, դրանք շատ, ասենց ասեմ, եթե 100% չասեմ, կարող է 1%-ն է դրանցից, որ հավատում է, որ ինքը ԱԺ-ում է նստած, որ ինչ-որ մի բան փոխի, կամ իր հարցերն անկեղծեն։ Իրականում ես 1%-ին եմ թողում, հա, որ լրիվ հանցագործ չեն, բայց 1% է այնտեղ, պատկերացնում եք, այսինքն իրանց ունեցած երևի 30 հոգու մեջից 0.3% մարդ։ Լավ գցենք մի մարդ կա այնտեղ, մի մարդ, որ կարող է ինքը հավատում է, որ այնտեղ ինքը նստած է լուրջ գործ անելու համար։ Մնացածը Նիկոլի հետ իրականացում են այս գործը եւ բոլորը իրար հետ համախառն ունեն 10% ռեսուրս։ Այսինքն բոլոր քվեարկումները իմ մոտ ցույց են տալի, որ շանս, որ սա կարող է իրականացնել ինչ որ մի բան, ոչ թե իրանց ստորագրելով, այլ հանրաքվեով կամ ընտրություններով բացառվում է։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի շանսը ինչ որ ինքը անելու է, դա անելու է իր ձեռով ստորագրելով եւ օգտագործելով ԱԺ-ում նստած իր կամակատարներին։ Այսինքն եթե եկավ կանգնես մի բան հանրաքվեի վրա, ինքը շատ լավ գիտի այս թվերի մասին։ Դա տապալված է։ Իսկ ոնց ուզում է լինի Հայաստանի Հանրապետության սահմանության փոփոխությունը, դա պետք է լինի հանրաքվեով։ Ուրիշ ձև հնարավոր չի։ Այսինքն ինքը չի կարող ոչ մի ձևով այլ ձևով փոխել։ 1300-ական թվականներին եւ միջև Դանթեի աստվածային կատակերգություն գրելը աշխարհում ոչ մեկ տեղյակ չէր բանի մասին, դժողքի մասին։ Մարդիկ դա մասին չեն էլ մտածում։ Այսինքն այն ժամանակ հոգեվորականները չէին կարող վախեցնել, որ որ դու հիմա քեզ խելոք չես պահում։ Դու չեկար ես ծեսերին, դու չեկար ես փողերը չբերեցի եւ այլն, դու գնալու ես դժողք։ Այդ հասկացողությունը չի եղել, որովհետեւ Դանթեն դեռ չէր նկարագրել դժողքի ճանապարհը եւ ինչա կատարվում, այդ աստիճանների վրա եւ ճանապարհների, երբ որ մարդը անցնում այդ չիստիլիշը ոնց կասեին, այդ ճանապարհներով, միջև մաքրվելը, միջև խավարանի միջև։ Ուրեմն տեսեք, այս գրքից տպավորված սկսեցին նկարիչները պատկերել ինչա նշանակում դժողք։ Այդ բոլոր խավարանի աստիճանները, դժողքի կրակներ, տանջանքի տեսարաններ, այդ ժամանակ երբ որ մարդը տեսավ իլյուստրացիոն ինչա նշանակում դժողք, ինքը սկսեց այդ ժամանակ վախենալ եւ եկեղեցու դերը ազդեցությունը մի անգամից թռավ։ Այ դա էր պատճառը, որ եկեղեցին սկսեց շռայլորեն վճարել արտիստները, քանդակագործների նկարիչներին, որ նրանք
այս տեսարաններով նկարեն եկեղեցիներում գործեր անեն։ Այսինքն ինքը դարձավ եկեղեցին հենց այդ կարգի գործերի, Քավարանի տեսարանները նկարագրող գործերի, արվեստի գործերի հովանավորը, որը ուղիղ ազդում էր տեսողականով մարդու վրա։ Եվ այսպես, ես հիմա դա օգտագործելով ուզում եմ ցույց տամ ինչ է նշանակում Փաշինյան Նիկոլ։ Սա է Փաշինյան Նիկոլը։ Ինչ որ տեսնում եք այս նկարի վրա։ Եվ մարդ չի հասկացել ինչ է նշանակում Փաշինյան Նիկոլ։ Ով Փաշինյան Նիկոլը գործ ունի, ինքը գործ ունի սրա հետ, ինքը սրանից է։ Ով Փաշինյան Նիկոլին ձեր արդարացնելու մղումներ ունի, մոտիվներ ունի, ինքը այս տեսակից է։ Սա չափազանցություն չի։ Դու չես կարող այս ամեն ինչը իրականացնել, եթե դու չլինեիր սա։ Ես հիմա օգտագործում եմ Դանթեի գործիքը, որպեսզի մեր այն վատ մտածող եւ վատ հասկացող մասային, որ կարող է կա թեկուզ 1%, այս 10%-ից 1%, հա, որ ինքը երևի չի հասկանում ինքը ինչի կողքն է կանգնած, ինչ հանում ինքը իրականում, սրան ուժեղացնելով, սրան աջակցելով, օգնելով, քարոզով կլինի, թաքնված քարոզով կլինի, շփումներով կլինի, նույնիսկ եմ ասում, ովքեր սա շփվում են այս սրա հետ։ Այսինքն ինքը իր էությամբ, իր բնությունը սա է, սրանից լավ նկար իր մասին չէր կարող լինել։ Հետևաբար, եթե դուք չեք ուզում սրա հետ նույնականացվել, մի շփվեք, հեռու վանեք, ասիկա դուք ինչ կանեիք, եթե սրան տեսնեիք փողոցում, դուք հիմա պետք է անեք դա, ցանկացած բանը, ԿՊ-ական հետ, որ դուք տեսնում եք, թե չէ որ դուք չեք նստի իր հետ սուրճ խմելու, իրան չեք հրավիրել ձեր տունը, իր հետ ընկերություն չէիք անի, չեք շփվի, չէ, եթե դուք իրոք պատկերացնեիք ով է ինքը, ես ասում, իրենք բոլորը սա են, իրենք սնվում են հայի մսով, հայի ադյունով, հայի լացով, հայի արդյունքով, հայի տառապանքով, իրենք սա են։ Եվ ցանկացած մարդ, որ իրենց հետ շփվում է կամ հեռակա, կամ մոտիկից, կամ նես աջակցում է, ինքը, ասում աջակցում է սա, այ էսի։ Եվ դա փաստորեն շատ լավ հասկանում է, ոչ ավել ոչ պակաս, մեր ընկերը, մեր հարազատ ընկերը, Մայքլ Ռուբինը, պատմաբան, քաղաքագետ, շատ ազդեցիկ մարդ Վաշինգտոնում, հայերի մեծ բարեկամ, ազգության փրյա, ինչ է գրում, որ Հայաստանը պետք է սովորի դաս քաղի Կիպրոսի եւ Եմենի պատմությունից եւ ինչի վրա նա ուշադրություն դարձրել, այն որ ամբողջ քաղաքական դաշտում այսօրվա ոչ այս մակարդակի իհարկե լռություն էր։ Ինչ է ասում Մայքլ Ռուբինը։ Նախ ասում է, որ երեք Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց այս բանի մասին, որ Հայաստանն ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի մասին։ Եվ ասում է քարտպետ քարտուղար Մարկ Ռուբիոն բարձր է գնահատել դա։ Բարձր է գնահատել նաև խաղաղության ձգտումը Էմանուել Մակրոնը։ Այս երկու երկրներն էլ ուրախ են, ողջունում են, որ ի վերջո Կովկասում կլինի խաղաղություն, հա։ Բայց ինչ է իրականում կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ արդյոք այդ ամեն ինչը այնքան պարզունակ է եւ պարզ է ինչպես երևում է առաջի հայացքից։ Եվ այսպես ասում այսպեսի եզրակացություն ամեն ինչ շատ պարզ է, շատ պրիմիտիվ եւ նաիվ եզրակացություն է։ Տեսեք ինչ է ասում մարդ, որ հայկական քաղաքականությունից հեռու է կանգնած։ Չի կարող ասմանդեղ լինել այս կարգի խաղաղություն, այսինքն չի կարող լինել խաղաղության պայմանագիր, որի տեքստը գաղտնի է պահվում։ Տեսեք, որի տեքստը գաղտնի է պահվում։ Երբեք չի կարող նման խաղաղությունը երկարատև լինել, եւ դա չի կարող ընդհանրապես խաղաղություն համարել եւ խաղաղության պայմանագիր, որի տեքստը չկա։ Այն ժամանակ, երբ որ Հայաստանը ունի ռազմագերիներ, Հայաստանի տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից,
Ո՞նց կարող է այնտեղ խաղաղություն լինի։ Այսօր կա դրա մասին է տեքստում գրված, թե չէ։ Թվում է թե ինչ պետք է լինի։ Մայքլ Ռուբինը ինչի պետք է անհանգստացած լինի Հայաստանի ճակատագրով։ Ինչու օրինակ անհանգստացած չի Մակրոնը կամ Մարկո Ռուբիոն, ինչի իրանք անհանգստացած չեն, իրանք փաստն է հետաքրքիր, որ վերջապես ընդ կրակոց չլինի, խաղաղվի գան ամենը իր, չգիտեմ, գործով զբաղվի։ Ինչի օրինակ իրանք համար Մակրոնի համար միևնույն անդր ինչ են ստորագրել, որ ձեր երկինը ինչ ուզում եք արեք, երկուսն էլ Մարկո Ռուբիոն էլ, Մակրոնն էլ։ Ձեր երկինը ուզում եք տվեք, ուզում եք մի տվեք, ուզում եք խաղաղություն կնքեք, բայց իրանք համար կարևորը պատերազմ չլինի։ Բայց Մայքլ Ռուբինը ասում է սխալ է։ Դա չի կարող։ Այս տարածքները գրաված Ադրբեջանի կողմից։ Ուրա տեքստի մեջ կա այդ մասին, բան թե չէ։ Ռազմագերիների մասին կա գրած այդ մասին, թե չէ, հա։ Եվ ասում է Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանի տարածքների նկատմամբ, միջև Սյունիք, միջև Գեղարքունիք, հա, ինչ որ քարտեզներ բերելով, ինչ որ հայտարարություններ անելով, ինքը ասա մի կողմից ինչպես հաստատում են, հայտարարում են ինչ որ բանի մասին։ Հա, խաղաղության պայմանագրի, բայց զուգահեռ ինքը հայտարարում է ակնկալիքներ Հայաստանի տարածքների նկատմամբ, պահանջներ։ Ինչ է գրած այդ խաղաղության պայմանագրի մեջ։ Հարց է տալիս։ Եվ ինքը գալիս է Վայոց ձորի մասին է գրած, Տավուշի, Գեղարքունիք, Արարատ, Լոռի, Շիրակ, այդ ամեն ինչը գրել ասում է։ Այս ամեն ինչը Ալիևը ուզում է, դրանց մասին գրված է խաղաղության պայմանագրի մեջ, թե չէ։ Հա։ Ասում է ու հայկական կողմի վերաբերմունքը ասում է շատ կասկածելի է։ Ինքը բան չի խոսում այդ մասին։ Ինքը նույնիսկ չի էլ բացում, չի հակառակվում Ալիևին։ Ինքը չի բացում։ Այս ինչ է։ Այն պարագայում, երբ որ մեկը միևնույն է, այդ մի օր պետք հաստատուղթը պետք է բերի ինքը խորհրդարան վավերացնելու, հա։ Ինչու չի բացում այդ ամեն ինչը մենք տեսնենք։ Եվ բերում է բանի օրինակը։ Կիպրոսի օրինակը, բայց միջև գան Կիպրոսի օրինակին, հա։ Ասում է, որ հիմա Ադրբեջանը իր տարածքները ծանոթանում է 108,000 քառակուսի կիլոմետր, հա։ Հետո հայտարարում է, որ ինքը ուզում է 141,000 կիլոմետր, որտեղ նույնիսկ բաների նկատմամբ կողքի Վրաստանի նկատմամբ ինքը տարածքային պահանջներ ունի։ Մենք հետո մյուս կողմից հայտարարում է, որ Հայաստանը բլիցկրիգ է պատրաստվում իր վրա իրականացնելու։ Այս ամեն ինչը իր մոտ հիշացնում է Կիպրոսի պատմությունը։ Ասում է Հայաստանը շատ լավ պետք է ուսումնասիրի Կիպրոսի պատմությունը, գոնե մի հատ կարդա։ Ինչ եղավ 1974 թվականին։ 1974 թվականին Կիպրոսը թուրքերը մտան զորքերը Կիպրոս հայտարարելով, որ իրենք եկել են թուրքաբնակ բնակչության ապահովումը անվտանգություն ապահովելու համար, գրավելով Կիպրոսի 3%-ը։ Գրավելուց հետո, ամպրապնդվելուց հետո, միջև գնում էր բանակցություններ, այս կողմ, այն կողմ, տեղ էր բանակցություններ, ընդեղ էր բանակցություններ, ամրանալուց հետո Թուրքիան գրավում է մնացած մասը։ Այն ինչ որ միջև մակայ Հյուսիսային Կիպրոս կոչվածը, որ ավելի մեծ է, քանի բանը հենց Կիպրոսը, հունական մասը։ Ու հիմնական պատմական մասն է գրաված։ Եվ ինքը մտել է 3%-ով, մտավ տեղավորվեց, տեսավ հարմար պահա, մնացածն էլ գրավեց։ Ու այս վերջերս Էրդողան ասում է, լացակումած ասում է, որ իրենք կիսատ են թողել գործերը եւ մեծ սխալ ա եղել, որ իրենք ամբողջ Կիպրոսը չեն գրավել։ Չեն գրավել եւ դա չդարձավ լիարժեք թուրքական իրանց կասիության մասը։ Հետո մանրամասն ասում որ ինչ բանակցություններ եղել, ում ինչպես եւ այլն եւ այլն։ Բայց հիմնականում ասելիքն է դա, որ թուրքերը, ադրբեջանցիները թուրքերը, իրանք երբևէ ոչ մի պայմանագիր, ոչ մի պայմանավորություն չեն հարգել։ Եվ վերում է 44 օրվա պատերազմի նաև պատմությունները, որ քանի անգամ եղել է հրադադարի պայմանավորվածություն ու երբեք դա Ադրբեջանի կողմից չի հարգվել։ Եղել է նոյեմբերի 9-ի հայտարարություն, դա չի հարգվել, այսինքն ցանկացած պայմանագիր Ադրբեջանի հետ, դա աբսուրդ է, դա չնլող երևույթ է, մանավանդ, որ դա կետերը գաղտնի են պահում։ Ոչ մեկ չգիտի դեռ ինչ է գրած եւ ինչ է պատրաստում Փաշինյան Նիկոլը զիջել Ադրբեջանին։
Մեր փոխադեն մեր հարազատ ընկերը ինջելոց ինքը շատ է անդրադառնում մեր թեմային, պետք է բարձր գնահատել Մայքլ Ռուբինի աշխատանքը։ Ու շատ տեղեկացված է մեր մասին, շատ։ Մեր փոխադեն բերում է կոնկրետ օրինակներ, թե ինչպես չի կարելի թուրքերի հետ որևէ բան բանակցել եւ պայմանավորվել։ Հույս ունենալով, որ նրանք պահպանելու են։ Եթե դու չունես ուժ դա պահելու համար, ցանկացած բանակցություն իրանց հետ, իսկ քանի դու ուժ ունես դիմադրելու, ուժ ունես դիմադրելու, վերջացավ դու այլևս որպես պետություն, որպես սուբյեկտ գոյություն չունես։ Եթե դու ի վիճակի չես քեզ պաշտպանելու։ Եվ անդադ զգուշացնում է, որ բանի կառավարությունը շատ ամփոփ եւ անպատասխանատու է վերաբերվում այս ամեն ինչին եւ ինքը փաստորեն ճիշտ է, այսօր արդեն Ադրբեջանը նոր պահանջներ է պատրաստում ներկայացնել 11 միլիարդի դոլարի վնաս իրենց վնասի հատուցում 11 միլիարդ դոլարի։ Ինչ է կարծում, սա ինչ է ասելու Փաշինյան Նիկոլա։ Ասելու ամեն ինչս կտամ։ Մենակ դու Ալիևի հետ, Էրդողանի հետ թողեք, ես մի քիչ էլ թալանեմ այս երկիրը։ Ինչա՞ բայց ամեն ինչ կտամ։ Ամեն ինչ ուզեք 11 միլիարդ էլ կտամ, հետո մի հատ 11 միլիարդ էլ կտամ, հետո ես էլ կտամ, այն էլ կտամ, մենակ ապահովեք իմ անվտանգությունը, որ ես կարողանամ շարունակաբար թալանել, նվաստացնել, կերեկել այս երկիրը ձեզ նվիրելու համար։ Հիմա երևի ինձ հարց են տալու, բա մենք ինչ անենք։ Մենք դրա մասին խոսալու ենք, մի քիչ պետք է դիմանալ, ամենավերջում խոսալու ենք անպայման։ Ուզում սա մի հատ նայեք։ Պարոն Միրզոյան, հայ ժողովուրդը ձեզ իրավունք տվել է վերջնականապես փակել Արցախի հարցը։ Դուք ժամանակին ասում էինք անջատում հանուն փրկության, հետո Շուշիի Հադրութի դեօկուպացիա։ Ինչ եք անում դուք, ինչու եք այսպես վարվում հայ ժողովրդի հետ։ Արցախի հարցը մենք չենք փակում, Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել։ Երբ որ Լեռնային Ղարաբաղը պաշտպանման մեջ էր, ես էի, վարչապետ Փաշինյանն էր, մեր քաղաքական ուժն էր լուծումներ փնտրում։ Օլալա։ Բայց մեկ այս միկրոֆոնը ոնց չտվեց սա ճակատին, ասելով տականք, իսկ ինչու էր պաշտպանման մեջ։ Եվ դուք ինչ լուծումներ եք գտնում, դու նույնիսկ միջազգային դատարանը որոշում ունի միջազգային խաղապահներին չդիմեցիք հարցը լուծելու ճանապարհը բացելու համար։ Այսքան միկրոֆոն մոտիկ դրած է այս մարդուն, չէ՞, հիմա բերանն է։ Գոնե կատարինց էս բերանը մտցնեին։ Դες գլխին տայմի բանով էլի։ Դուք թույլ եք տալի որ ձեզ խափի։ Այդ թվում նաև տարբեր հանդիպումներ պայմանավորվում, որտեղ հնարավոր էր լուծումներ գտնել, բայց այդ հանդիպումները բարեհաջող ջրվում էին եւ ոչ եւս էին դարձում, էլի ոչ մեր կողմից։ Իսկ մինչեւ պատերազմը էլի լուծումների հնարավորություններ կային, այդ ժամանակ այդ լուծումները մերժելով էր, որ այդ հարցը փակվում էր։ Հարցը համարվում է սպառված։ Միանգամից հարցը համարվում է սպառված։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ լուծարի Մինսկի խումբը։ Դուք նշեցիք հարց ու պատասխանի ընթացքում, որ Մինսկի խմբի լուծարումը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, եթե ես ձեզ ճիշտ եմ հղումանում կամ հիշեցնում, դուք այս իրավիճակում, երբ կոնկրետ պահանջները Ադրբեջանը շարունակում է պնդել, Հայաստանը ինչպես է պատկերացնում լուծումը այս իրավիճակից։ Տեսեք, այսօր էլ ընդհանրապես ես կարծում եմ, ես հույս ունեի, որ կանդրադառնանք հարցերի, որոնք ձեր դիտարկմամբ գուցե բաց են մնացել հանձնաժողովի քննարկման ընթացքում չհնչեցին, ամեն դեպքում նորից կանդրադառնանք, թեև այս հարցերի մասին խոսեցինք։ Ուրեմն նախ փաստենք եղած ձեռքբերում, այս փուլի համար եղածը, ձեռքբերում ունենք փաստեր, պայմանագրի տեքստի համաձայնեցումն է։ Պայմանագրի Այսինքն իրանց համար ձեռքբերումը, այն ինչ որ ասել Ալիևը, ինչ որ պահանջել է, իրանց անելը դա իրանց համար ձեռքբերումը։ Հիմա եւի կմտածեք, ամեն ինքս բոլորս գիտենք։ Բոլորս գիտենք, որ սրանք բանը պասպորտով սրիկա են։ Ծնդով տականք։ Հիմա մենք ինչն ենք, մեզ իրար ինչն ենք ապացուցում։ Պարզվում է չէ։ Ոչ բոլորս ենք հասկանում սա։ Պարզվում է ոչ բոլորն են տեղյակ։
Հələ մարդիկ մոլորված են, մտածում են սրանք յոգ։ Սրանք ինչու կարող խաղաղություն է բերում, սրանք ինչու process են անում։ Process անում մի մարդ, որ ուրիշ երկրի գործակալ է։ Արաբատը։ Հա։ Ուրիշ երկրի գործակալը մեր համար պետք է։ Այսինքն ինքը այս մարդը իր ամբողջ գործունեությունով այս քան տարի 4 տարի է արտաքին գործերի նախարարը, առնվազն 4 տարի է, չէ՞։ Այս ամբողջ այս ոնց բնորոշեմ այս քայլերը, որ անկեղծ լինի եւ կոպետ չլինի։ Մի խոսքով այս սոսկալի քայլերը, որ արած մարդը էլ ինչ անի, որ մեր շրջանակներում գոնե մարդկանց մոտ կասկած չլինի, որ սրանք բոլորը այս կերպարն են, որից պետք է ուղակի հեռու մնալ, այսինքն ինչ կանեք դուք այս կերպարի հետ, եթե դուք տեսնեիք փողոցում, սա նույնը պետք է անեք, երբ որ դուք տեսնում եք սրան։ Ես ձեր ու իմ ժամանակը սրա վրա չէի ծախսի, բացարձակապես առաջ, եթե վստահ լինեի, որ բոլորի համար հստակ պարզ է ով է սա։ Բայց երևի իրոք իմաստ չունի։ Ես ուզում եմ անցնեմ առաջ, որտեղ ասելիքը շատ է։ Գնանք այս խորհրդարանական կապիտուլյացիա։ Մի բան լսենք, ասում եմ կրկնա կապիտուլյացիա, ընդդիմությունը հայ-ադրբեջանական ավարտված բանակցության մասին։ Տեսնենք ինչ են ասում։ Ինչ ուզելա տվել են։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները խորհրդարանական ընդդիմությունը որակում է կապիտուլյացիա եւ ադրբեջանական պահանջների կատարում։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետական կուսակցությունն այսօր տարածած հայտարարության մեջ տեղի ունեցած գործընթացը որակել է մեջբերում եմ միակողմանի հակապետական զիջողականություն եւ կրկնակի կապիտուլյացիա։ Դեպքում հարց Ինչ եք մնացել այդ խորհրդարանում։ Դուս եք ասեք, մենք չենք մասնակցում կրկնակի կապիտուլյացիային։ Մենք դուրս ենք գալի, լուծարում ենք այս խորհրդարանը, թող ընտրություններ լինի, դու էլ վարչապետ չես։ Դուրս արեք, ինչի եք մնացել այդտեղ։ Ինձ հանրապետական կուսակցություն, ինձ ձեր հայտարարությունները հասկացեք, պետք չի։ Ոչ մեկի Նիկոլին չի ձեր հայտարարությունները, դուրս եկեք այդտեղ։ Հայտարարություն անելու փոխարեն հայտարարություն արեք լքելու մասին խորհրդարանը, որ աշխարհը տեսնի, որ Մարկո Ռուբիոն եւ բանը տեսնեն, այն որ Մակրոնը, որ խորհրդարանում մի ամբողջ խմբակցություն համաձայն չէ դավաճանությանը։ Իրանք տեսնում են դուք ընդ վեր եք ընկած, այն Ռոբենս հետ դաշնակների հետ։ Ասում են, եթե խորհրդարանում բոլորը վեր են ընկած, նշանակում է Նիկոլ Փաշինյանը իրականացնում է հայ ժողովրդի դարավոր երազանքը, հանձնվել կապիտուլյացիայի, ենթարկվել եւ ցեղասպանվել ի վերջո։ Տեսեք, ոչ մի բան չկա, ոչ մեկ չի լքում պատգամավորական մանդատը, չի դնում խմբակցությունը, ավելի ասեմ, խմբակցությունները չեն հեռանում, չի կազմալուծում խորհրդարանը։ Մարկո Ռուբիոն ես ինչի պետք է, ես ինչքան էլ սիրեմ կամ չսիրեմ այդ մարդուն։ Կամ Մակրոնից ես ինչի պետք է նեղանամ, երբ որ ինքը նայում է, արա խորհրդարանում 3 խմբակցություն առնվազն կա, դրանցից ոչ մեկը չի լքում բան։ Դրանցից ոչ մեկը չի բոյկոտում, ոչ բան չեն անում։ Կարող ասենք մեկ հոգի էլ անհամաձայն են, այդ որ խորհրդարանում անհամաձայնություններ չի լինում։ Բան չենք զարմանում, որ դրանք ասում են, լավ է, խաղաղություն եք ուզում։ Սա այս տարբերակները լավ է, ձեր համար լավ է, որ չգիտեք նույնիսկ Նիկոլը ինչա բերելու ձեր գլխին, լավ է, որ ձեր համար լավ է, մեզ ինչ։ Հիմա ես Մարկո Ռուբիոից նեղանամ, այն կիսամարտուց։ Այդ նա իմ համար քաղաքական գործիչ չի, բայց ես պարագայում ես չեմ կարող իրանից նեղանամ։ Ասում եմ, եթե ձեր համար ընդունել է, ես ինչ խնդիր ունեմ։ Իսկ ինչի է ընդունելի, որտեղ խորհրդարանը կա, խորհրդարանը ընտրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ, այդ խորհրդարանը նշանակել Արադ Միրզոյանին նախարար։ Այնպես որ հանրապետականներ, ձեր հայտարարությունները փաթաթեք մի հատ մեծ տիրուն, չգիտեմ, գավազանի վրա, փշոտ ինչքան հնարավոր է։ Ու օգտագործեք ճիշտ նշանակության։ Դու քանի դեռ նստած եք այդ ազգային ժողովում, ձեր հայտարարությունը ասում ասում, փաթաթեք մի հատ հաստ գավազանի փշոտ։ Եվ դու գիտեք ինչ եք անում դրա հետ։ Հասկացաք։ Այս ժողովրդին ներիքա խապեք, ապուշի տեղ դնեք։ Համաձայն չեք։ Մանդատները վայր ու գնացեք։ Ինչ վախում եք սոված մնա կարա։ 10 տարի կերել եք Հայաստանը։ Ամենը դոլարային միլիոնատեր է։ Տալոնից սկսած մինչև վերջին հանրապետականը։ Ինչից եք վախենում այդ ճորտեր։
Մարդ եղեք մի քիչ, ումա պետք ձեր հայտարարությունը։ Հայտարարություն անեն թողանեն այն ուժերը, որը խորհրդարանում լծակներ չունեն։ Այ կասեմ, հա, դե իր լծակը դա է։ Բայց մարդը լինի խորհրդարանում ու հայտարարություն անի, լուրջ եք ասում։ Լես մի բանը նայեք։ Գերիների մասով ես ճիշտ եմ հասկանում, որ դուք շահարկում եք որակում այն, որ մենք ասում ենք, որ դուք բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին տվել եք, այդ թվում նաև հանցագործներին, այդ թվում վերջին այն Նայեք, չէ լսում ես տականքը, այս կողքով է եթիմը։ Ես չգիտեմ սով է, բայց ու տեսնեք իմ անունից, մատնելով այդ ինչ ասում է, ինչ անցնում է կարակ ասեք։ Դուք ասեք Վարդան Հակոբյանն էր ասել։ Ես տերեմ։ Չէ լսում, լսեք լնեք։ ադրբեջանցի հանցագործին, ով կապանում սպանել էր իմ հայրենակցին։ Դուք բոլորին հանձնել եք եւ բոլոր Չէ լսում ինքը, ինչ ուզում ես խոսալա, մենք գիտենք ինչ ենք անում, ինչ ես խոսում։ Ու սկզբունքորեն ճիշտ է, աղջիկ ջանը չես այդ խորհրդարանում նստած։ Այդ միկրոֆոնը պետք է տայր գլխին, մանդատա դներ, ցած ասեր լուծալում եմ այս խորհրդարանը։ Վերջ։ Գնացեք նոր ընտրությունների, բոմժեր, 10%-ով էլ ձեն հավաքեք։ Ինքը ճիշտ է ասում, ճիշտ անում, որ քեզ արհամարում է բալես։ Աղջիկ ջան։ մեր հայրենակիցներին չեք կարողացել վերադարձնել։ Սա է մանիպուլյացիա։ Այո, դա ձեր պարտքն է եւ դուք ձեր պարտքը չեք կարողանում իրականացնել։ Պարոն Միրզոյան, ընդհանրապես, այսօրվա քննարկման մեջ այս բանը գիծը գնում է, բա տեսեք, դուք խաղաղություն չեք ուզում, դուք պատերազմ եք ուզում, մեզանից շատ որևէ մեկը խաղաղություն չի ուզում։ Եվ ասում եք, այ դուք հիմա ձեր գործողություններով, ձեր տեսլական ապագայի որն է, որ այս չանենք, բերի պատերազմի, պարոն Միրզոյան, պատերազմը ձեր կերտածն է, դուք եք պատերազմ կերտ։ Մնացած է էական չի։ Հիմա այս աղջիկ ինչքան խելոք, այսա կարող էր մի հատ լրագրող ասել։ Այս խոսքերը ճիշտ կներ լրագրողը հարցեր տար։ Ասեր դուք 5 տարի է ժողովրդին պատերազմով վախացնելով, շանտաժանելով, այն դեպքում այ եթիմներ, որ դուք կառավարություն եք, որ պետությունը պետք է լինի պատրաստ նաև պատերազմի, եթե ինքը բանի Ադրբեջանի նման թշնամի ունի, ինքը պիտի պատերազմի պատրաստ լինի։ Պետության գործը պետությունը պատրաստ պահելն է ցանկացած բանի։ Դուք ասում եք, էսի հանձնենք պատերազմ չլի։ Դա այս խոսակցությունը պետք է տաներ լրագրողը, ոչ թե ազգային ժողովի падգամավորը։ Ազգային ժողովի այս падգամավորը առնվազն այս թեմայով 350 հատ առնվազն երևի ելույթ ա ունեցել, ես լսել եմ։ Հիմա ես հարց եմ տալի, աղջիկ ջան, բալիկ ջան, քեզ ոնց ասեմ, որ չներվեք դուք։ Մնացել եք այդտեղ, ինչ անեք։ Ինչի եք մեր բոլորի համբերությունը չարաշահում։ Ինչի եք ներվում, որ մարդիկ ստիպած դες աշխարհի վերջի հայոյանքներն են տալի։ Ընդ որում արժանի, բոլորդ արժանի եք դրա։ Ինչի եք մնացել այդտեղ։ Այդ հարցերը թողեք թող լրագրողները տան, ձեր գործը հələ հարցեր տալը չէ, ձեր գործը ձեր մանդատը օգտագործելն է։ Եթե ձեր մանդատը չեք կարողանում տեղին օգտագործեք, դրեք ու գնացեք։ Ասեք ես հոմ բան չեմ, ստե տիկնիկ չեմ, որ դու ինձ օգտագործես քվեի համար, քվորումի համար։ Վերջ այս խորհրդարանը գոյություն չունի, որտեղ այս խորհրդարանը ծառայում է Հայաստանի Հանրապետության դավաճանական գործերը հիմնավորելու եւ լեգիտիմացնելու համար։ Վերջ դուք բոլորդ համահանցակից եք Նիկոլի հետ։ Բոլորդ, ես չգիտեմ դու հիմա Ռոբիս խմբակցությունից ես, Սերժի խմբակցությունից ես, ինչ չի հետաքրքրում, հասկանում եք, իմ համար դուք բոլորդ մեկ եք, դաշնակ ես, ինչ ես, դու ունդեղ падգամավոր ես ու քպայական չես։ Մենք հասարակ ժողովուրդս այդքանն է հասկանում։ Դուք իբր ընդդիմություն եք, բայց դուք ծառայում եք այս ընդհանուր գործին, դավաճանական։ Իսկ այս հարցերը թողեք բաները տան, լրագրողները տան։ Դուք դրեք ու գնացեք գրողի ծոցը այդ բանից, աժից։ Կլինի Ես էլ վախենում եմ, ասում եմ սպառնում են ինձ եւ երեխայիս։ Իրոք ալեն։ Սպառնում են, հա։ Տեստես ինչ են սպառնում, ալեն։ Նախ ես չեմ հավատում, որ սպառնում են, բայց եթե սպառնում են, դա առողջության նշան է։ Զգուշացնում են, հա, ուրեմն ես քեզ պետք է հիշեցնեմ, ալեն, դու հազարավորների սպանեցիր, տնած զրկեցիր, անհայրենիք թողեցիր առանց զգուշացնելու։ Հազարավորների, դեռ կային քո երեխեքից լավ երեխեք,
որոնք սպանվեցին, մորթվեցին քո թուրքերի ձեռքով, որոնք այսօր դու բերում ես դնում ես մարդկանց տանդեմը։ Դու արդեն հազարավոր ընտանիքների այդ վիճակին դրել ես։ Ես ասեմ քեզ Ալեն, եթե նույնիսկ չեն էլ սպառնում, իմացի որ բոլորի մտքին նույն բանն է։ Որ պահին դուք ընկաք, դուք չեք հասցնելու փախնել։ Բայց ինչ ես մտածում դու, հազարավոր կյանք ու ընտանիքներ ես խորտակել։ Այդ չի վախ։ Քո երեխան երեխա է, այնց երեխան երեխա չէ՞։ Հա? Ոնց եղավ քո երեխան երեխա է, նրանց երեխան երեխա չէ՞։ Ու դու ես սպանել, գիտակցաբար, դիտավորյալ, ու միջև հիմա դու տկած ունես նրանց ճակատագրի վրա, որոնք գերիների կարգավիճակում են։ Դու հայտարարում ես, որ քեզ սպառնում են։ Սա ինչ է, սա դեռ ծաղիկներն է, եթե չեն, ես վստահ եմ, որ քեզ ոչ մեկ չի սպառնում իհարկե, բայց ված չէ լինի։ Ու սա ձեզ ծաղիկներն է, սպառնալիքը իրական։ Դու զգալու ես այն ժամանակ, երբ որ այդ ոստիկանները, յենիչերիները, որոնց մկանները վզի այստեղից է սկսում։ Ուղեղ չկա, ասես գլխի կապարիչն է, ստեղից սկսում է այդ մկանները։ Ատենց են բուծե, հատուկ, որ ինքը գնա կանգնի, մարդ բրդի այս կողմից, այն կողմ։ Իրան ասեն, պուլտով, էլի պուլտով ղեկավարվող մարդ, որ նույնիսկ չի հասկանում ինչի անում դա։ Հենց այդ մեխանիզմը, այդ բտած յենիչերիները կողքներից հետ գնացի, դու նոր կտեսնես այդ սպառնալիքն ինչա։ Նոր կտեսնես, կլսես, կզգաս։ Ոչ միայն դու։ Սա ուր է սա։ Նայեք։ Թուրքերը լծվել են ստեարա։ Քննել է կարա։ Զարթնեք, թուրքը հանգիստ ինքնաթիռ է նստում, իջնում Զվարթնոցում ու Երևան մտնում, ասում են պատերազմի մի խումբ մասնակիցներ, նրանք կեսօրին փակել էին Զվարթնոց օդանավակայանը։ Հəլես ես դերի վիճակը նայեմ։ Ամեն մեկը լուրջ եմ ասում, կարելի է այդ բաները լուծը գցել նրանց վզին, վար անեն։ Գոնե ասենք, այս պետությանը մի հատ պետությանը չէ, գոնե գյուղացիների մի օգուտ կտան։ Այն բանը կա, այն եզերի վզին որ գցում են։ Գցեն լուրջ եմ ասում, մի քանի եզի գործ կանեն սրանք։ Լավ։ Կերած խմած հայ արյուն կերած խմած, հայ միս կերած անասուններ են, էլի կարող լավ վար անեն։ Հիմա եկել է։ Այս մարդիկ ասում են Հայաստանը սարքել է Թուրքիա։ Իչիլա ինչ-որ բան ուզում անի։ Մոկնակ ինքը էս մարդկանց օգնի։ Եկելա որ բրբրցի, տեսա ինչ կա անելու։ Իրան ինքը դա բան չունի, չէ՞, մտածելու բաները չկա։ Այդ գորշ մեխանիզմը, այդ 1.5 կիլոնոց, բայց շատ կարևոր։ Դա չկա, դա sense cancel արած, տեղս մկաններն է աճած, էլի։ Հիմա եկել էլի բրտիխ ես եկել արա։ Դու չես հասկանում, որ դու ես ամեն ինչի իրականացնողներից մեկն ես։ Այն ինչ որ Ալենին է սպասվում, քեզ էլ է սպասվում։ Նավակայանի ճանապարհը։ Եկել եք խնդրանքով, ով որ բացել է այս ռեժը, թողավ մեր տենակ այդ խիա թուրքը ամենամեծ դավաճանությունն է։ Երախու գլուխ կտրող ստեփի ոչ չդնի։ Յակ եք հավաք կպսել եք։ Արա այսօր թուրքին բացել են, ասում են էստի համեցեք։ Մեր տղեկի արը չպետք է չորանա։ Այս բայի սահմանում կանգնած են տղեկը, ինչ թուրք։ Ելեք թուրքը չի մորթե։ Հələ հետևին կանգնածին նայեք։ Այն ասում եմ սրանք ոնց հատուկ կեր են տալի, ես չգիտեմ ոնց որտեղից են սրանց էսքան գտնում։ Հəլես այստեղին իրական զինվոր հայերին պահողներին նայեք, շորը, նիհարությունը ու հələ դրանց։ Թուրքը չի ձեր երեխեքին մորթե։ Նկատում են, մինչ իրենք դիրքերում սահման են պահում, այստեղ Թուրքիա առաջ բացում են Երևանի դռները։ Տղեկը կանգնած պոստ են պահում, ստե ազատ փողում են գալիս են թուրքերը ստե կոֆե խմելու, ջայ խմելու։ Չեն թողելու մեկ կամավորներով, կռվողներով, չեն թողելու ստե մի հատ թուրք մտնի, դաժան պատժելու են։ Ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե Այո, տալու են, այո։ Այս տականքի կողքի այս մյուս տականքի դեմքը տեսնում եք։ Լես Թուրքի դեմքն է։ Ինձ հետաքրքիր է, սա ճանաչող չկա, ես երեխա բան չունի, լավ ասենք, այս վիժվածքը մենք արդեն գիտենք, չէ՞, սա նեռն է։ Սա նեռն է։ Նրան ոչ մեկ չի ասել, արա, որ դու ես տանից։ Գնացեք ասեք, ցույց տվեք իրանց երեխեքին։ Ասեք, բալես, չգիտեմ, քո հերն է, պապիկն է, հորեղբայրն է։ Դու հասկանում եք դուք ինչ եք, դուք սա եք բոլորդ։ Ցույց տվեք, կարող է իրանք Տեն մտածել, այդ մարդը տենց բանա, գիտեք, միջև մարդուն ցույց չես տալի, ինքը չի հասկանում։ Դա համար մարդ շատերը գիրք կարդալ օրինակ չեն սիրում, գիտեք ինչի։
որտեղ գիրք են կարդում, պետք է իրենք պատկերացնեն մի բան։ Դժվար է։ Հավատացեք, շատ մարդկանց համար դժվար է։ Դա կինո նայելը ավելի հեշտ է։ Հենց կինո նայում են, էսի տենում են, նոր հասկանում են ինչի մասին է խոսքը։ Եվ ներ բան ասում ես, գիտեն ընդհանրապես ները հապավում է երևի։ Հա, ները հապավում է իրանց համար։ Չէ, ները սա է, Ժորժը։ Իրանց ասեք, որ ասում ենք ներ, այս սա է։ Ձեր այդ բարեկամը է, որ Նիկոլի կողքը կանգնած է, հա, այսպես մի հատ կենթանի է։ Այս երկու ներերով կանգնած են։ Եվ ոչ միայն ինքը։ Ցանկացած իր շրջապատում որ կա, ասենց։ Իրանք այս ներն են։ Նկարով ցույց տվեք, կարող է դրանց ուղեղին հասնի։ Տեսողականը շատ ավելի արագ է հասնում, քան լսողականը։ Տեսողականը ասես նստած բանը, նկարի նման տպվում է մարդու յենթագիտակցության մեջ, կարող է երազներին գա նույնիսկ, հա, ասենք, չգիտեմ, կարող է տեսնելուց չքնի, հետաքրքիր բան ունեն, էլի տեսողական նյարդերը շատ ավելի տպավորիչ եւ արագ են աշխատում ուղեղի վրա։ Ցույց տվեք, ասեք դուք բոլորդ ու նայմա կամերային, այլես թուրքի բան հայացքը նայեք։ Սա ազգակործան, սա հայասպան, ները։ Ու ցանկացած մեկը նորից եմ կրկնում։ Սա այդ որ գործ ունի, գործ ունեն մարդկանց հետ, ոչ սրա հետ գործ ունեն։ Ինքը այս այա կերակրում։ Ու սրանք սնվում են հայի մսով եւ աջունով։ Եվ այսպես, երևի դուք հիշում եք, որ այս վերջերս անդադ կրկնում եմ, որ սրանք կործանվելու են այս տարվա մեջ, անպայման, որովհետեւ բյուջե չեն կարողանում կատարել։ Բյուջե փող չկա։ Դրանով է պայմանավորված այս կտրուկ հարկերի թանկացումը, տրանսպորտի թանկացումը, այս այլ ենք խոսալու ընդհանուր միջև տրանսպորտային միջոցների պարավաստանալու համար այս քննությունների այս անօրինական վիճակը, որ անդադ կտրում են, որ մարդիկ անդադ գան փող մուծեն գնալ, մի խոսքով սրանք բոլոր ստորությունների գնալու են, որ բյուջե լցնեն, որովհետև փող չկա։ Ինչ են արել սրանք մի քանի օր առաջ։ Դա բանն է գրում, ու ես Արթուր Դանիելյանը, ես ուսումնասիրեցի, ես ասեմ, սա մեջ ճշմարտություն կա, ոչինչ չափազանցված չի։ Մի խոսքով, Արթուր Դանիելյանը գրում է, 2 օր առաջ, մարտի 12-ին, գերմանական բորսայում թողարկվել է $750 միլիոն ՀՀ պարտատոմս։ ՀՀ-ն ըստ էության փորձում է եւս $750 միլիոն պարտքով փող վերցնել։ Իրան ոչ մի ձև չեն տալի։ Էլ պետական վարկ Հայաստանին չեն տալի, որտեղ ինքը դառնում արդեն անվճարունակ։ Եվ եղած պարտքերն էլ հսկայական տոկոս են։ Այս տարի Հայաստանի արտաքին պարտքի սպասարկմանը ամբողջ բյուջեի ծախսերից քանակով երրորդն է։ Այսինքն բանակ սոցիալական ապահովված սոցնա, բանակ կամ սոց հետո բանակ կամ բանակ հետո սոց, որ ասում բանակը սա ուժայինները Նիկոլինով ապահում։ Հա? Նիկոլը գիտի փողը ուրա ինչ դրա ծախսում։ Իրան պահողների վրա, իրան պահողների աշխատավարձի վրա, ուներ էլ փող չկա։ Երրորդ տեղով գալիս է բանը, արտաքին պարտքը պետք է փակեն։ Չի փակվում։ Հիմա ինչ անեն։ Իմջալոց էս $750 միլիոն որ պարտատոմս են վաճառելու երկիրները։ Այսինքն մի հատ այլ երկիր դառնում է Հայաստանի համասեփականատեր։ Ինչ է կարծում, որ երկիրը կարա դա լինի։ Ծախում են մեր երկիրը։ Մի քանի ամսա բյուջե ապահովելու համար երկիրը ծախում են։ Այսինքն երկիր դառնելու բանկրոտ։ Երկի պարտատոմսերը ով գնել է, դա դառնելու է դրա սեփականությունը։ Իսկ ինչ է նշանակում $750 միլիոն։ Զերո, ոչ մի բան։ Այսինքն պատկերացնում եք, ասենք ցանկացած միլիարդատեր կարա Հայաստանը առնի այս վիճակին էլի։ Եվ սրանք առնում են, վաճառել են, որ մի 2-3 ամսվա բյուջե ունենան, միջև կերեն հարկերը, տուրքերը, ամեն ձևով եւ հայերից, Հայաստանի բնակիչներից, ամեն ձևով, ոնց եմ ասում, ամեն ընդունելի եւ չընդունելի ձևով, քերելով, կեղեքելով, այս տարին պետք է անցկացնեն։ Ու տանցից մի ձևն էլ $750 միլիոն Հայաստանի բանը պարտատոմսը դասում Հայաստանը իր ակտիվները վաճառում է։ Լսենք մի պատահ։ Պարտքով փող վերցնի եւ դա ընդամենը կեսն է այն գումարի, որ անհրաժեշտ է Հայաստանին
25 թվականի բյուջեն կատարելու համար։ Բյուջեով նախատեսվեցավ 600 միլիարդ դրամի դեֆիցիտ, որը ֆինանսավորվելու է բարդ վերցնելով։ Ներկա պահին պարտքի սպասարկումը մեր բյուջեի 3-րդ ամենախոշոր հոդվածն է, զիջում է միայն մի փոքր սոցիալական ծախսերին եւ անվտանգության գծող ծախսերին, թեպետ այս տենդենսը եթե պահպանվի, անշուշտ այն կարճ ժամանակ անց դառնալու է հիմնական ծախսային հոդվածը մեր բյուջեի, այսինքն ամենամեծ գումարը ծախսվելու է նախկինում վերցված պարտքերը սպասարկելու վրա։ Ցայլ դիտեք Ներին բազմապատկվել են քաղաքացիների վարորդական իրավունքի քննություններից առանց հիմնավորման եւ ապացույցի անբավարար ստանալու դժգոհությունները։ Դժգոհությունները վերաբերում են հիմնականում քննությունների գործնական մասին համացանցը ողողված է պատմություններով, որոնք ներկայացնում են միջադեպերը, երբ քննությունն ընդունող տեսուչն առանց մասնագիտական մեկնաբանության նշանակում է անբավարար եւ նշանակում նոր քննություն։ Քննություն հանձնող քաղաքացիներն էլ զգուշանալով հետագայում կրկին անբավարար գնահատական ստանալու վտանգից չեն կարողանում վիճարկել սխալը։ Ավելին հետագայում պարզել են, որ քննության ընթացքում ստացել են անբավարար մի պատճառաբանությամբ, սակայն հետագայում փաստաթղթերում լրացվել է այլ պատճառաբանություն։ Ասում են քննություն ընդունող տեսուչներին հրահանգ է իջեցվել քննության ընդունումը կազմակերպել այնպես, որ անգամ քննությունը անսխալ հանձնող քաղաքացիները դրական արդյունք ստանան երկրորդ եւ երրորդ փորձից։ Այդ կերպ ստիպելով քաղաքացիներին նվազագույնը 2 անգամ վճարել քննության համար նախատեսված 12000 դրամ պետական տուրքը, ասում են։ Պատկերացրեցիք Ես որ ասում եմ, եթե երկրում օրենք չկա, չի աշխատում, ոնց ուզում ալնի, այս դուրը տակելա ցանկացած մեկի դուրը։ Ցանկացած 18 տարեկան երեխա, որ ոչ մի բան չի արել այս պետությանը, իր ծնողներն էլ խելոք մնացել են, որ հանկարծ իրանց վրա խոսակցություն չկա, չէ՞, բայց մեկ երեխա են գնում քննության անցնելու, քանի որ այս կառավարությունը հանցագործ է, նույնիսկ վարորդական իրավունքի քննության համար ամեն անգամ 12000 դրամ մուծելը, իրան քեզ դիտավորյալ նույնիսկ այդտեղ կտրելու են, որ դու անընդհատ փող մուծես։ Սրանք գտնելու են բոլոր հնարավոր ձևերը, որ եւս 750 միլիոն դոլար կամեն ժողովրդից, որ չունի։ Դա իրանցից չեն կամելու, հենց ժողովրդից են, չքավոր մասայից, որովհետեւ իրենք դա զուգահեռ այդ նույն փողերը ուղարկում են անիվով այլ տեղեր, ավճորներ, տարբեր հիմնարկներ եւ այսպես Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ ՓԲՀ-ն ինչպես հայտնի է անիվը Մոսկվայի ներկայացությունը 2024 թվականի ընթացքում 27 միլիարդ դրամի հատկացում է ստացել անիվից 27 միլիարդ դրամի փող է ստացել Սակայն վերջինս ներկա ղեկավարությունը չունի որևէ տվյալ մասնաճյուղի կողմից իրականացված ծրագրերի մասին։ Փողը 2.7 միլիարդ գնացել է, բայց ոչ մի բան չեն արել։ Ինչ են արել, ինչի է գնացել Մոսկվա։ Եվ ես ինչ անում ես անիվ կոչվածը սրանք։ Սա այն բան մարմինն է, որ պետությունը փողը տալիս է սրանց։ Ծախսեք։ Մի մաս գնում է, այս հաշվին, այն հաշվին, այսինքն պետությունից փողը գնում այնտեղ Անդերից գնում է, ոչ մի պատասխան չկա, ուր է գնացել, ոնց է գնացել, դիմացի ինչ արվել, ոչ մի բան գոյություն չունի, հասկացաք։ Բայց ոնց է կերակրելու այս հրեշին։ Այս հրեշին, հա, այս հրեշին արյուն, միս, փող, ամեն ինչ պետք է։ Որտեղից ինքը դա պետք է վերցնի։ Ժողովրդից։ Սրանք էլ այս մեխանիզմը աշխատացնողներն են։ Այս դեմքերով։ Ես որ մեկին տեսնում եմ, մի անմեղ սունակի որ ասում է, բանը Նիկոլ Փաշինյան օլիգարխ չի, ուզում ես ասես, դու անասուն չես։ Այսինքն իր անձնական հաշապահն ես։ Դու ոնց էիր պատկերացնում օլիգարխի գլխին բան է, կոտոշ է աճում։ Հա, օլիգարխը անպայման պետք է ասենց բան անի, ասենց ոսկի վիսկցի բանը, այս հաստության ոսկի բանը, վզնոցկցի, որ իմանաս ինքը օլիգարխ է։ Այս միլիոնները, միլիարդները գնում է, ուղղակի ինքը տալիս ասում Ավելյան տիկո, տալ ինչ ուզում ես արա, հա։ Այս կարգի խոսակցությունը որ ես լսում եմ, Տեր Աստված, մենք էս ուր ենք հասել։ Այս ինչքան գործ կա անելու։
Եվ այսպես 2 միլիարդ հատկացում ասած է 2.7 միլիարդ Եվ ոչ մի ինֆորմացիա չկա ինչ արվել դրա մասին Անիփում տեղյակ են միայն մի ծրագրից որը անավարտ է մնացել Պետք մի ծրագրից են տեղյակ են լավ անավարտ է մնացել Ներկա փոխարժեքով 27 միլիարդ դրամը հավասար է 69 միլիոն դոլարի հարց է ծագում Համարել 7 միլիոն դոլար Պետական ընկերությանը նման հսկայածավալ միջոցներ ուղղել եւ Մոսկվայի մասնաճյուղին, որ ինչպես կարող է եզրակացնել ԱՆԻՊ-ի ածրվա ղեկավարության տրամադրված ինֆորմացիայից անպիտան կառույց է եղել։ Դու 7 միլիոն 10 մի հիմնարկի, որի գոյության մասին չգիտես, որը ինչ արել չգիտես, որը ինչ անում չես ստուգում, եւ ինչ կապ ունի Մոսկվայում, յանչո գրասենյակի ինչ պետք է անել Հայաստանի համար դա։ Ու սա ընդհանրապես մի բանն է, ասես գիտեք ինչքան բաներ կա։ Այն Վարդան Ղուկասյանը դրած ասում էր էլի։ Իսկ մի օր TikTok տեսա, թվերից գլուխս պատտվեց ուղակի։ Ընդամենը կարճ ռոլիկ էր 30 վայրկյանանոց։ Այդ մի մասն էին գտել, որ բան հայոյանք չկար, TikTok-ով պատտվում էր։ Ես այդ թվերը որ լսեցի, այդ թվերն ով է վաճառում։ Ո՞վ է։ Պետությունն են արդեն վաճառում, որովհետեւ վաճառելու բան չկա։ Մի մասը քերեն ոնց հնարավոր է։ Սա Այս ոչ տրանսպորտն է պետք վճարել, ոչ հարկերն է պետք վճարել, ոչ այդ բանն է պետք լրացնել այդ անհատական հաշվետվության այդ բաները, հա։ Ոչ մի բան պետք չի անել։ Սրանք ֆինանսների վրա սակելու են այս տարի։ Իրանք չեն հասցնելու ոչ մի բան ստորագրել։ Ոչ մի բան անել, որտեղ Ալիևը մեկը եղածիներ, եթե հիմա իրանք ամեն ինչ տան, ամեն ինչ ուրանան, էլի ստորագրեն ասեն այսքանը թողում ես, էդ էլ չի անելու, չի թողելու Ալիևին, սա պետք չի։ Դա նշանակում է Ալիևի համար վերջ։ Հետո ինչ անելու իր ժողովրդին։ Ալիևին էս վիճակը պետք է, որ իր ժողովրդին է պետք ասում, ես քեզ ժողովուրդ ջան, ես քեզ էլ միջև Արաքսի հովիտները պետք տանեմ։ Այս կուտը կերցնելով այն ժողովրդին պահում է։ Իմանանք հավատում են թե չեն հավատում, բայց վերջակետ չի դնում Ալիևը։ Ալիևը ոչ միտեղ վերջակետ չի դնելու։ Այնպես որ այս տարի պետք է քանդվեն սրանք հենց ֆինանսների վրա։ Բայց 7 միլիոն դոլար տալիս են, չգիտեմ որտեղ, բայց արցախցիներին աջակցության ծրագիրը փակում են։ Եվ քսել բռնել են, որ արցախցիների մեջ ինչ-որ մի փոքր տոկոս կա, որ կարիքավոր կարելի է համարել։ Պատկերացնում եք, 120,000 մարդ տեղափոխվել է, ասում են դուք կարիքավոր չեք։ Դու մարդուն տնից տեղից ամիջից զրկել են, բերել են, դու կարիքավոր չեք։ Ես գիտեմ, որ Արցախից ամենեկած չի, որ կարիքավոր է, այդ չկարիքավորների ցուցակը դուք ունեք, այդ չկարիքավորների տեղը դուք գիտեք։ Դուք Ոնց տեղավորել եք ՊՆ-ում, տարբեր տեղերում, դուք եք պետական ապարատներում տեղավորել, որ կարողանան շարունակել պետական ապարատից լափել։ Դուք գիտեք ով ինչքան է բերե հետը փող, որ բանկում է պահում, դուք շատ լավ գիտեք։ Մնացածը այ կարիքավոր են։ Թող մի 1000 կամ 2000 հոգի լինի, այդ չկարիքավորները։ Բայց սրանց համար այն էլ միջև մի փոքր մասի են տալու, այն էլ միջև այս տարվա վերջ։ Ահագին կրճատումներով, այն էլ մյուս միջև տարվա վերջել, էլ ոչ մեկին բան փող չեն տալու։ Ոնց ուզում եք, ասում եք գնացեք ապրեք։ Ոնց ուզում եք աղբյուր ջան։ Մեզ ինչ։ Բա մեր փողերը չենք բերելու տանք ձեզ, բա մենք ինչ թալանենք։ 7 միլիոն էս մի հիմնարկին ենք ուղարկել, էլ դրել հաշիվների վրա նստած սպասում, չգիտեք, լեկի սատա գործերը չենք վերջացել։ Դրանց թվում է Այս ամեն ինչը այնց հավերժ գնալու է ու իրանց հետևից չեն գալու։ Գալու են տղեկ։ Գալու են։ Օխ ոնց են գալու։ Ուզում եմ արականցնեմ, որ այդ հասնենք ամենակարևոր թեմային էլի։ Դե այդ խաղաղության մասին պայմանագրի այդ ճակերտավոր մի անգամից զեկուցեց իր դիակին, որ շեֆ ոնց ասել եք Հայաստանը վերացնելու ծրագիրը ուժի մեջ է, դες ես էլ խելոք անում եմ։ Ամեն ինչ գնում է ոնց դու ասել ես։ Այս Տրամպից արեք այսօր իրեմ խոսամ թե չխոսամ այսօր։ Ավեսի պետք դուրը կա էլի։ Ասում է որ ասում է 24 ժամվա մեջ եմ վերջացնելու, կատակ է անում։
Вообще կատակ է անում։ Դրա համար էլ այսպես են դիմավորել Մարկո Ռուբիոն, հենց նայեք, անձևաջրի մեջ փոքր գորգ են գցել, փոքր անձևաջրի մեջ, որ Կանադայում sense են նվաստացել, ասեն արի, այ էսա փոքրիկ կարմիր գորգ անձևաջրի մեջ, դգնա բրով։ Երկիրը տեսնում եք որն է։ Հիմա գանք ամենակարևորին։ Ես երեկվա այսօրվա այդ բաները, որ ես կարդում եմ, մեր ընկերների ապրումները ես դեռ հասկանում եմ։ Ես ասացի, որ ես ինքս էլ այս կարգի տարեդարձ չի ունեցել։ Ու անկեղծ պետք է ասեմ, ասենց պարագաներում ես ինչ եմ անում։ Երևի ով հետևել է գիտի, որ աշխատություն կար գրած, դա վրա աշխատում է երկար տարիներ, որը կոչվում է ճանապարհ դեպի կատարելություն։ Ունդ է բան կար, բաժին, ամբողջ ես դրա մասին նույնիսկ վիդեոն եմ ձայնագրած, այսօր դա եմ լսել։ Որը ինչի մասին է, հենց այս կրիտիկական պահերին մարդու վերարտադրման, ինքնավերարտադրման, ինքնակառավարման եւ այս կարգի վիճակներից մինիմալ կորուստների ձևով դուրս գալու մասին է։ Հա, որովհետեւ տեսեք, վիճակը անկումային է, շատ ստրեսային է, շատ ես հասկանում եմ ձեզ բոլորին, ինչ անել հիմա, սա շատ կարևոր է։ Ես հիմա կաշխատեմ մաքսիմում ըմբռնելի անել, եթե կարող եք ուղղակի գրեք կամ պարբերաբար նայեք, հա։ Բոլորիս մոտ ցավ կա։ Ցավ, չէ՞։ Ցավում ենք այս ամեն ինչի համար։ Երկու տարբերակ կա։ Էներգիան երբեք չի կորում։ Էներգիան կարող է վերափոխվի այլ էներգիայի։ Տվյալ պարագայում այս ցավ էներգիան պետք է անպայման վերափոխել ցասման էներգիայի, գործի էներգիայի, հա։ Ոչ թե թողել ներսում, հենց մնաց այդ էներգիան ներսում, դա քայքայում է, ներսից սկսում է քայքայել։ Հա, մարդկա այդ էներգիան հայոյանքի միջոցով օգտագործում մետել կա։ Մարդկա մեկին դնել ջարդել ծեծելով է անում, ասենք դա պետք է տեղափոխվի, վերափոխվի։ Հիմա ես չեմ ասում փողոցում ումբռնում եք, ծեծում եք, բայց էներգիան ցավի պետք է վերափոխվի ցասման էներգիայի, գործի էներգիայի, հա, պետք է փոխվի մեր առօրյան, այն որ մեր համար ընդունելի էր, ասեք մի շաբաթ առաջ, այսօր այլևս ընդունելի չի։ Չնայած մի շաբաթ առաջ էլ ընդունելի չէր, բայց հիմա, քանի որ ցավը ուժեղացել է, ինք անպայման պետք է վերափոխվի։ Դա պետք է գնա կոնկրետ գործողությունների։ Գտնում եք ձեր շրջապատում այն մարդկանց, անտարբեր կամ հանցագործ, Նիկոլա Մեր, Նիկոլա Մերց, չգիտեմ, օրգանում աշխատող, որոնք այս երկրի ճշտամիներն են։ Դու գիտեք, չէ՞, երկրի ճշտամիներն ովքեր։ Ամբողջ ուժային համակարգը, ամբողջ իրավական համակարգը, դատավոր, դատախազ, չգիտեմ, ընդ ԱԱՑ, ՊՊՑ բոլորը իրականացել են համընդհանուր հանցագործություն Նիկոլ Փաշինյանի թելադրանքով եւ կավորությամբ, որ իրանց օրվա մի բուռ լափը տանեն տուն։ Դե հիմա մի բուռն էլ բանը, պայմանական է, մեկը կարող ասի, արա ինչ մի բուռն է, բանով են, մեքենաներով են տարել, ֆուրերով են տարել, օքեյ։ Դեմ չեմ, բայց հանցագործ են, չէ՞։ Հիմա մի փոր հացի համար արե, թե մի հոտ հացի համար արե, ինքը հանցագործը, ինքը բարսկան է։ Եվ այլն։ Սա այս ցավ էներգիան պետք է վերափոխվի գործի, հասման էներգիայի։ Գտեք ամեն մեկը իր համար ինքը ինչ է անում։ Որովհետև ամեն մեկի ոտ իրավիճակը տարբեր ձև է։ Մեկը ասենք, չգիտեմ, այդ կարգի հարևան ունի, մեկը այդ կարգի բարեկամ ունի, մեկը այդ կարգի ընկեր ունի։ Եթե դուք նստեք այդ ցավը ձեր մեջ ինքը շարունակի իր գործը անել, այդ ցավով դուք ձեզ սպանելու եք, ինքն է շարունակելու իր գործը անել։ Դա պետք է վերափոխվի իր դեմ։ Այսինքն դուրս է գալի այկիդո։ Ուղղությունը փոխում ենք, վերափոխում ենք այլ էներգիայի։ Գնում է սկսում է ծառայել ճիշտ գործի։ Մեկ էլ տենում ենք։ Ալի մի վարքա, մենք Նիկոլին բան չէին կարել, բայց երկրորդական ձևերով եղավ, որովհետև Նիկոլը ինքը իրանով ճիվաղ, ճիճու, ոչ մի բան իրենց չի ներկայացում։ Ինքը իրականացում է բոլոր հանցագործությունները, հենց նրանց ձեռնց ձեռքերով ու մանուն տալիս են։ Դատա իրավական, ուժային, հա, իր այդ ես դա քաղաքական էլ չեմ կարող ասեմ։ Մի խոսքեր վարձկանների, եվրոժետոնների, իր քալոզիչների, հա, դրանց ձեռքերով է, չէ՞ արվում։ Այդ ձեռքերը կտրում ես, ինքը դառնում է ոչ մի բան։ Բրիվնո, փայտի կտոր, գերան։ Մի խոսք։ Օրինակի համար ես ուզում եմ հիշեցնել, որ Բեթհովենը
իմ ամենասիրած կոմպոզիտորը։ Իր լավագույն գործը 9-րդ սիմֆոնիան գրել է, երբ որ ինքը կատարյալ խուլ էր։ Կատարյալ, ինքը ոչ մի բան չէր լսում։ Եվ այդ ժամանակ ինքը ցավ էներգիան վերափոխեց այլ էներգիայի։ Եվ ինքը գրեց իր կյանքի հզորագույն, որ մինչև այսօր ինքը արվեստի մեջ ինքը հզորագույն գործերից է։ Ասում եք, ինչ կարա վերածվի ցավ էներգիան, եթե իրեն դու ճիշտ ես օգտագործում։ Ապստամբություն, ամեն ինչ։ Այդ 9-րդ սիմֆոնիա գրել է։ Շատ լավ օրինակ է, հա։ Իրականությունը պետք է ընդունել ոնց որ իրեն կա։ Առանց կռիվ տալու։ Առանց։ Ընդունելը չի նշանակում հանձնվել, հարմարվել։ Ընդունելը նշանակում է ճիշտ եզրակացություններ անել։ Պետք է ընդունել, էս է իրականությունը։ Հիմա ոչ թե ես ասում եմ, վախ, մամա ջան, հա, մեր մահը եկել է, չէ։ Ընդունում ենք ինչ-որ որ կա, մենք ճիշտ եզրակացություն պետք է անենք։ Ինձ որ մեկ-մեկ գրում են ու չես ջնջում այս կոմենտները, բա դու չես նեղանում, ես երբեք չեմ նեղանում։ Ես ուղղակի եզրակացություններ եմ անում, ես նույնիսկ նեղանալու ժամանակ չունեմ։ Ասում ավելորդ էներգիա է իմ համար։ Նեղանալը էներգիա է։ Ես եզրակացություններ եմ անում։ Հիմա վերցնում ենք այն ինչ որ կա, առանց նեղանալու, առանց չարանալու ու ճիշտ եզրակացություն ենք անում, որ կարողանանք իրավիճակը շտկել, որովհետև եղածի վրա ֆիքսվելու մնալ անիմաստ էներգիա եւ ժամանակի կորուստ է։ Այսինքն հենց կոնկրետ այս վիճակի մեջ էսա այս ճիվաղախումբն է, այսօր քանդում երկիրը, ոչ թե չարանում ենք այդ ճիվաղախմբի վրա, մենք եզրակացություն ենք անում ու այդ չարացած էներգիան վերափոխում ենք գործնական էներգիայի։ Որտեղ ոչինչ վերջացած չի, եթե մարդը ինքը իր համար վերջակետ չի դրել, Ժորժ ջան։ Ոչինչ վերջացած չի, սա պետք է Նիկոլը եւ Նիկոլացիները հասկանան մի բան։ Հստակ։ Ես ասում եմ անկեղծ։ Իմ նման հազարները կան, 100,000-ները կան։ Իրանց համար վերջացած չի, մենք վերջակետը չենք դնելու, արա։ Ու այս Ալիևն էլ գիտի, դրա համար էլ ասում է, ես գիտեմ ձեզ, ես ձեզ լավ եմ ճանաչում։ Մի 10 հոգի էլ մնա, էլի գալու են գլուխներից ջարդ են բակվում։ Այո։ Ես երաշխավորում եմ, մենք վերջնակետ դնող չենք, որովհետև ոնց ուզում լինելու մի մաս, որ ինքը չարանալու փոխարեն եզրակացություն անելու, էներգիան վերափոխելու պարտքարի էներգիային ու ճիշտ եզրակացություններով առաջնորդվելով, երբևէ վերջակետ չդնելով, գնալու է առաջ ճիշտ գործողությունների։ Շատերի մոտ հուսահատություն կա, չպետք է թույլ տալ, որ հուսահատության ուխտը չոքի մեր դուռը։ Սա այնա ինչ որ Նիկոլացիներն են ուզում, Ալիևացիների հետ։ Հուսահատությունը դա նույնիսկ մեղք է։ Մեղք է։ Հավատ, գործն է ճիշտը։ Հուսահատությունը, այսօր եթե մեկի մոտ կա, ինչ ասեմ, եթե ես նույնիսկ ես էլ իրան չեմ ոգևորում, թող ինքը ինձ գրի, ես իրան այնպես նյութեր ուղարկեմ, որ ինքը անպայման ոգևորվի։ Չի կարելի հուսահատվել։ Հուսահատությունը դա, եթե դուք քրիստոնյա եք, պետք է հասկանաք, որ դա մեղք է։ Մեղք։ Հավատով գործ անել, նույնից են գալիս էներգիան փոխարկում, վիճակի գնահատում, եզրակացություն ու գնանում ենք առաջ, հուսահատվել չկա, հուսահատվելը մեղք է եւ ճանապարհ է փակում, հա։ Իսկ եթե ձեր մոտ ձեր շրջապատում կան մարդիկ, որ ձեր մոտ սնում են այդ բանը, զգացումը հուսահատության, անջատեք այդ մարդկանց, cancel արեք, delete արեք, block արեք։ Ցանկացած մեկին, որ ձեր մոտ բերում է հուսահատության զգացում։ Կռիվ անել պետք չի, ոչ մի բան պետք չի, այսօրվա տեխնոլոգիան ցույց է տալի։ Մի հատ կնոպկա ու վերջ, մի հատ կոճակ սեղմում եք ու վերջ, ինքը չկա ձեր տեսադաշ ինչ երևում։ Հանեք այդ զգացումը տարածող բոլոր մարդկանց։ Սենց եկել է, սենց գնալու է, ով է շմենք փալան, այս կարգի մարդկանց հանեք, այդ դրանք եթե տես մարդիկ ունեք ձեր կողքերը, անպայման դուք լինելու եք հուսահատության մեջ, անպայման։ Դա որպես օրենք եմ ասում։ Եվ այդպես։ Մի վախեցեք անխուսափելի փոփոխություններից, որտեղ այն ինչ որ ես ասում եմ, դրանք անխուսափելի փոփոխություններ են։ Ցասման էներգիան, ցավ էներգիան փոխել ցասման էներգիա անխուսափելի փոփոխություն է։ Իրավիճակի վրա չչարանալ, այ եզրակացություն անելը դա անխուսափելի փոփոխություններ է։ Հասկանում եք, մի վախեցեք անխուսափելի փոփոխություններից, որովհետև եթե մենք չփոփոխվենք, մենք կրկնելու ենք այն, ինչ որ ունեցել ենք մինչև հիմա։ Այսինքն որպեսզի մենք ունենանք այլ պատկեր
Մենք պետք է փոխենք ամբողջ դասավորվածությունը։ Էներգիայի փոխակերպման օրենքով, տրամադրության փոխակերպման օրենքով, առանց հիասթափվելու, առաջ չարանալու ճիշտ եզրակացություններով ու դա անպայման փոփոխություն է բերում։ Չպիտի վախենաք, այլ շատերը վախենում են հենց այս փոփոխություններից։ Չեն ուզում այդ իրանց գծած չակերտավոր կոմֆորտ զոնայից դուրս գան։ Եթե դուրս չեկանք, մենք ոչինչ չենք կարող փոխել։ Իսկ մեր փոխարեն ես կրկնեցի, չէ՞, երեք ասեցի, ոչ Մակրոնը, ոչ չգիտեմ անդե Պողոսը, ոչ Տրամպը, ոչ մեր փոխարեն չի փոխելու։ Նույնիսկ Մայքլ Ռուբինը մեզ ասում է, կարդացեք Կիպրոսի օրինակը, որ փոխվեք, ինքը չի ասում գալու եմ ես փոխեմ։ Ինքը օրինակը տալիս ասում է, կարդացեք, տես էս բաները։ Տես չի կարելի ցույց կետ երբևէ այսքանը տվեցի, մատը տվեցի, ձերը տատալու, ձերը տվեցի, թևը տատալու, տանելու է։ Իր բանը բնույթով ինքը այդ վայրագն է, ինքը այդ ցեղն է, 21-րդ դարը ինքը հələ դանով զբաղված։ Գիտեք, շատերը այսօր էլի գրել էին, որ Նիկոլը հաղթել է, որովհետև դավաճանները շատ են, գիտեք, որն է հաղթողի և պարտվողի տարբերությունը։ Մարդկա ամեն ինչ ունի, հասել է, բայց ինքը երբեք հաղթող չի զգում դա, չի կարողանում զգալ։ Հաղթողի և պարտվողի տարբերությունը կայանում է ունեցածը վերագնահատելու, ճիշտ եզրակացություններ անելու և առաջ գնալու մեջ, առաջ, անընդհատ առաջ, այն մարդը, որ ինքը առաջ է գնում միշտ, նա պարտվող չի։ Նույնիսկ ստեղ էական չի ինքը հասել է այդ հաջողությանը, թե չէ։ Շատ այդ բանը, այդ ասում է, կարևորը կետը չի, կարևորը բանը, journey, այդ պրոցեսն է գնալը։ Շատ կարճ պետք է հասկանալ, հենց կանգնես պրոցեսը մարդը այդ ժամանակ է պարտվում։ Մարդը քանի պրոցեսի մեջ է, նույնիսկ եթե ինքը չի հաղթել, առնվազն ինքը պարտված չի։ Ես ինչի եմ ամեն օր տրամադրում, որ մի քանի ժամ ես ամեն ինչ անելու եմ։ Մի պարզ պատճառով։ Ես չեմ կարող պարտվել։ Ես չգիտեմ ինչ է պարտվելը։ Ես չեմ ուզում պարտվել։ Ես գտնելու եմ լուծումը։ Ձեր հետ միասին մեկիսից փոխելու ենք այս ամենը, արմատական փոփոխելու ենք ամեն ինչը։ Քանի մենք չենք հանձնվել, քանի այս պրոցեսը գնում է, մենք չենք պարտվել։ Ու թշնամին էլ գիտի դա, համար էլ անընդհատ Ալիևն ասում է, ես ձեզ ճանաչում եմ, ինձ թուղթ տվեք, ինձ համաձայնեք, որ դուք էլ չեք պայքարելու իմ դեմ, չեք ապստամբելու, մեկը, չէ Ալիև, ալնելույա, վենդետան ալնելույա, նեմեսիսը լինելույա, ամեն ինչի պատասխանատվության օրը գալու է, մենակ մի բանի պատճառով, որ մենք չենք կանգնելու, մենք ցած անընդհատ մեր journey-ն այս ճանապարհորդությունը լինելու է, դա չի կանգնելու։ Դանդաղ կլինի, արագ կլինի, ինքը լինելու է։ Քանի մի քանի տասնյակ հայ ելման այս երկրի վրա, տեսեք ինչ վատ բան եմ ասում։ Ինքը պայքարը լինելու է։ Դա չի ավարտվելու։ Ու ոչ մի թուրք, ոչ մի ադրբեջանցի երբեք չի կարող հանգիստ քնի, քանի այս շարժը կա։ Ու սրանք շատ լավ գիտեն դա։ Իրանք այս շարժն են ուզում կտրեն նիկոլացիների ձեռքով։ Չի լինելու։ Համենայնպես մենք իր այդ ամեն ինչ անելու ենք, որ դա չլինի։ Շարժը, ընթացքը, պայքարը միշտ լինելու է, թեկուզ դանդաղ, պարտադիր չի արագ լինի անշուշտ, ավելի լավ, բայց պետք չի հույասթափել, հուսահատվել, եթե հանկարծ մի բան այդ արագությամբ չի ստացվում։ Մեզ չհանձնվելը արդեն նշանակում է մենք պրոցեսի մեջ ենք։ Անկումային տրամադրությունները, փոխադարձ գործողություն։ Ամենաթեթև նույնիսկ գործողությունը բերում է մարդու մոտ բավարարվածության զգացողություն։ Եթե նույնիսկ դուք անկումային տրամադրություն եք, վատ եք, հիշում եք, ես պատմել եմ նոյեմբերի 10-ի օրը ինչ արեցի ես, երբ որ ես անզորությունից չգիտեի ինչ անեի, երբ որ ես չգիտեմ, ես այդ օրը երևի մի քանի տարվա կուտակված ցախ եմ ջարդել։
Այսինքն պետք է փոխել գործողությունների։ Եթե մեկ երկու հոգի գտնեի իմ խելքի, ես ամբողջ, չգիտեմ, կավիրե ամբողջ բանը ԿՊՆ-ների գրասենյակի մարդ գտնեի դրանցից մեջ, այնտեղ իրանք էին տուժելու։ Հասկանում եք։ Գործ անկումային ցանկացած տրամադրություն իր մոտ փոխելու համար պետք է գործ անել։ Գրեք, չգիտեմ, գիրք գրեք, ստատուս գրեք, անգերոջ հետ հանդիպեք, մարդկանց բացատրեք, գործ, process, բայց այս ուղղությամբ եւ կփոխի միանգամից ձեր ինքնագնահատականը եւ այդ անկումային այդ ճզմվածությունը դուրս կգա անպայման։ Իսկ մենք իրավունք չունենք անկումայինի մեջ լինելու։ Ես ասում եմ, որ ամենայն մոտ անկումային օրներ, բայց ես ձև կտա։ Բացեցի իմ գրածները, բացեցի իմ այս աշխատությունները 65 թեմա, 65 դասախոսություն։ Եվ գտա ուսեցի ուղղակի կետ առ կետ ինքս ինձ կարդալ։ Ես այդ ամեն ինչի կիսատ մնաց, գիտեք, երբ կիսատ մնաց 21 թվականին։ 20 թվականից հետո սկսեցի գրել 21 թվականի այդ սեպտեմբերյան հարձակումներին էլի կիսատ մնաց դա։ Եվ ամենակարևորը պետք է դադարել սպասել։ Պետք է դադարել սպասել օգնության։ Դադարել սպասելը եւս անկումային տրամադրություն է։ Պետք է հասկանալ մի բան։ Ոչ մեկ մեր գործը մեզանից լավ չի անելու, ավսե մեր փոխարեն չի անելու։ Ցանկացած սպասել նշանակում է անգործունեություն, ցանկացած անգործունեություն իրենց բերում է пассивություն, пассивությունը բերում է ընկճախ։ Пассивությունը բերում է ընկճախ, դա պետք է փոխվի։ Պետք է կարողանալ հստակ տարբերել, թե ինչի վրա կարող ես ու պետք է ազդեցություն ունենաս եւ ինչի վրա ոչ։ Այսա շատ կարևոր բան է, սա ուզում եմ ավարտեմ։ Տեսեք, մենք խնդիր ունենք, դու պետք է լուծվի, չէ՞ խնդիրը։ Այդ խնդիր ունի մեր համար հասանելի տեղեր, որտեղ մենք կարող ենք ազդեցություն ունենալ, կան տեղեր, որ մենք այդ ազդեցությունը չենք կարող ունենալ։ Շատ հստակ պետք է տարանջատել դա եւ անել այն, ինչի վրա մենք կարող ենք ազդեցություն ունենալ։ Եթե մենք կարողանանք ունենալ ազդեցություն նրա վրա, մենք ինչ որ կարող ենք, այն որ թվացյալ է այդտեղ ազդեցություն չունենք, դա մեխանիկաբար բերելու է անդե փոփոխության։ Այսինքն եթե մեկը տակից շերտը մենք քանդում ենք մեր ազդեցությունով, վերևի շերտը, որը հենվում է այս տակի շերտի վրա, ինքը կոլապսի է ենթարկվում մեխանիկանաբար արդեն։ Հասկանում եք, եթե մենք պատկերացնում ենք, հա, Նիկոլին չի կարելի հասնել, հնարավոր չի հասնել իրան հազարատ ախրանայա կողքը այս կոմենկոմ, թվում է անհասանելի եւ չիրականանալի բան, իրան ինչ-որ մի բան անել է, չէ՞։ Դե նրա մասին չեք մտածում, բայց դեկան հասանելիները, չէ՞։ Այբ որ մենք ֆիքսվում ենք այդ հասանելիների վրա, մաքրում ենք այդ տակի շերտը, այն վերևի բանը անհասանելի թվացողը ընկնում է, կոլապսի է ենթարկվում, որտեղ դա հենվում է այդ տակի վրա։ Սա այս օրինակի վրա եմ բերում, իսկ կյանքի օրինակի վրա միշտ բաժանեք խնդիրները այն մասերի, որտեղ դուք կարող եք ազդել, որտեղ դուք չեք կարող ազդել եւ աշխատեք այն խնդիրները, որտեղ դուք ազդեցություն ունեք։ Այդ ընթացքում ձեր մոտ ավելանում է եւ փորձը, կենսափորձը, եւ ինքնավստահությունը, եւ գիտելիքները, հա, եւ համոզմունքը, եւ ամենակարևորը բացվում է ճանապարհ դեպի հաջորդ level պայքարի համար, հաջորդ level-ի փոփոխության համար։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մենք միանգամից մեծ խնդիր նայում ենք, ասում ենք, «Օ, սա հնարավոր չի»։ Ինչի՞։ Արային ինչ հնարավոր է։ Ով ասում քեզ միանգամից ամեն ինչ արա։ Արային ինչ հնարավոր է։ Ես չգիտեմ մեկի, իսկ հիմա ոչ մեկ չգիտես մեկի, որ վերցնի ջութակը ու սկսի միանգամից նվագել։ Կամ վերցնի դաշնամուրը, նսի դաշնամուրը, որ միանգամից սկսի ռախմանինով նվագել կամ լիստ։ Բացառվում է։ Մարդիկ սկսում են անից ինչը որ հնարավոր է։ Այսինքն մատիկներով խփել այդ կլավիշներին կամ փորձել բռնել աղեղ ու սենց հավասար քաշել, հա? Կամ ճիշտ փորձել բռնել ջութակը։ Ամեն ինչ իր հերթով արվում, միջև ինքը դառնում է, երբ որ դու անում ես այն ինչը որ դու կարող ես անել, ինչի որ դու բանը հնարավորություն ես անելու, քիչ-քիչ բացում է հաջորդը, որովհետև ժողովուրդ ջան, 5 տարի առաջ, ուղիղ 5 տարի առաջ, հեսա կլանան 5-րդ տարին, երբ որ ես բացեցի այս ինքնաճանաչում YouTube-յան ալիքը, ես այն ժամանակ ես պատկերացնել անգամ չէի կարող, որ բիոս դառնալու է 87,000 բաժանորդ կամ հետևորդ չպատկերացնել էր։
որտեղ ես իմ նպատակը ոչ թե բաժանորդ հավաքնել է, այլ ձայնագրել այն մարդկանց, ովքեր իմ համար արժեք էին ներկայացնում։ Արժեք։ Որոնք հնարավորություն չունեին եթերներով հանդես գալու, որոնց մասին ժողովուրդը չգիտեր։ Եվ ձայնագրել իրենց, քան իրենք կան, ողջ են։ Գոնե սերունդների համար, որտեղ ես տեսնում եի, չէ, ասենք, ովքեր են գրավել եթերները։ Հետո դա կամաց փոխվեց, հետո սկսեց, չգիտեմ, հիմա Skype-ով էի ձայնագրում ուրիշ ձայն, հետո գտանք ավելի լավ ձայնագրելու, ասենք Zoom-ով ձայնագրելու, հետո գտանք դա պրոֆեսիոնալ վերսիան, հետո գտանք դա ուրիշ ծրագիր, եւ այլն։ Այսինքն, բայց մեկը եթե ասեր, այսօրվա սա պետք է անես 5 տարի առաջ, ես կասեի, գիժեք, ես այդքան լավ ժամանակ չունեմ, այդքան ես կոմպյուտերից չեմ հասկանում, այդ մոնտաժային ծրագրերը չգիտեմ, այդ տեխնիկայից չեմ հասկանում, այսքան քաղաքականությունից տեղյակ չեմ եւ այլն, այնքան միանգամից չէ կար, որ միանգամից ես չէի սկսի ոչ մի բան, ի սկզբանե։ Բայց քանի որ ամեն ինչ գնաց աստիճանաբար եւ ինչ որտեղ պատմությունը ստիպեց, դեպքերը ստիպեցին այս ամեն ինչին, հիմա կա այն ինչ որ կա։ Այ դեպ, ես ոնց նայում եմ մոտական 50-60 հազար նայում են միայն չբաժանորդագրված մարդիկ։ Եթե հավանում եք, այս գործը կարող եք բաժանորդագրվել։ Չենք հուսահատվում, չենք կոտրվում, անկումային տրամադրությունից դուրս ենք գալիս աշխատանքի միջոցով եւ այդ ցավի էներգիան փոխադրում ենք ցասման էներգիայով եւ ամեն ինչ ընկնում է իր տեղը եւ կտեսնեք մեր շուրջը ոնց է ամեն ինչ միանգամից փոխվում եթե ոչ միանգամից գոնե աստիճանաբար ու տեսանելի մեր համար պայմանավորվեցինք այսօրվա համար այսքանը լավ մնաց